Հանրապետություն կուսակցությունը Հայաստանի ապագան տեսնում է տնտեսական կտրուկ հզորացման և անարյուն հաղթանակի մեջ։ Որպես զարգացման հիմնական թիրախ, կուսակցությունը խոստանում է 5 տարի անց Հայաստանի պետական բյուջեն հասցնել 45 միլիարդ դոլարի, որը կրկնակի կգերազանցի Ադրբեջանի այսօրվա բյուջեն։ 10 տարի անց նախատեսվում է այդ թիվը հասցնել 80 միլիարդ դոլարի, երկիրը տնտեսապես համազոր դարձնելով Թուրքիային և Իսրայելին։ Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասել է, որ երկրի ինքնիշխանության միակ իրական երաշխավորը հզոր բանակն է։ Հանրապետությունը խոստանում է բնական ռեսուրսների շահագործումից ստացված առաջնային եկամուտներն ուղղել բանակին։ Այդ բնական ռեսուրսներից եկած գումարը մենք այս առաջին տարիներին պիտի ուղղենք երկու տեղ։ Առաջին Հայաստանի Հանրապետության բանակի սպառազինություն, որևէ թուղթ, որևէ ստորագրած փաստաթուղթ, որևէ երկրի ներկայություն, մեր ինքնիշխանությունը ու խաղաղությունը անվտանգ դարձնել չի կարող, բացի Հայաստանի Հանրապետության բանակից։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետության տնտեսական լոկոմոտիվը տեղից շարժելու մի տարբերակ կա։ Հայաստանի հանքահումքային և մարդկային ռեսուրսները ճշգրիտ օգտագործելը։ Հայաստանի հանքահումքային և մարդկային ռեսուրսները ամբողջական օգտագործելը։ Հայաստանի ներքաղաքական դաշտում եղած փոխհարաբերությունները և մարդկային կապերը իրար նկատմամբ թշնամանքից համագործակցության վերածելը։ Կանենք այս ամեն ինչը, կկրկնենք Գերմանիայի և Ճապոնիայի օրինակը։ Եվ որևէ մեկը չի կարող այդ ժամանակ մեզ ասել, թե ձեր զինանշանի վրա ինչի Արարատ լեռը։ Արարատ լեռը մեր զինանշանի վրա է, որտեղ իմ սրտում է, ու այդտեղ էլ պիտի լինի, ու չի կարող փոխվել։